Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և Modus Vivendi կենտրոնի նախաձեռնությամբ հիշողության արթնացում ծրագրի շրջանակում Հայաստանում է Դերսիմից ժամանած հայերի և ալևիների շուրջ 10 հոգանոց խումբը։ Նրանք այցելել են Մայրաթոր Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապ, Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան, հանդիպումներ ունեցել Սփյուռքի նախարարությունում։ Ուղևորության վերջին կանգառը Ծիծեռնակաբերդի բարձունքն է։ Değerli basın emekçileri arkadaşlarımız, biz Dersim Ermenileri ve Alevileri olarak Հարկելի մամուլի ընկերներ, մենք որպես Դերսիմի ալևիների և հայերի բարեկամության միություն այցելեցինք Երևան և ինչպես տեսնում ենք այս պահին այցելեցինք նաև ցեղասպանության գոթողը հիշատակելով 1915-ի կոտորածները և ուզում ենք սրանով նաև մեր լուման բերենք, որ Թուրքիան հիշի այս խնդրի մասին։ Դերսիմը կամ Թունջելին ներկայիս Թուրքիայի արևելքում է, այն կազմել է հին Հայաստանի ծոփք կամ 4-րդ Հայք նահանգի մի մասը։ Ըստ հայկական ավանդության, Դերսիմ անունն առաջացել է շրջանի հոգևոր առաջնորդ Տեր Սիմոնի անունից, որը 17-րդ դարում համոզել է շրջանի հայ բնակչությանն ընդունել ալևիություն, այդպիսով փրկելով բռնագաղթից։ Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայեր մնացել են լեռնային այս բնակավայրում և ապրել որպես ալևիներ։ 1937-38 թվականին Դերսիմի ժողովուրդը կրկին կոտորածի ենթարկվեց։ Նրանք կրոնով տարբերվում էին սուննի թուրքերից, բացի այդ 1915-ին շատ հայերի էին թաքցրել։ Այժմ Դերսիմը ինքնության խառնարան է։ Ես Դերսիմում ապրող հայերի և ալևիների միության նախագահն եմ։ Իմ պապերը ալևիներ են, մեծ մայրերից մեկն էլ հայ է եղել։ Ալևիականությունը իսլամ չէ։ Գոնե Դերսիմի ալևիների պարագայում այն կապ չունի Մուհամեդի Փեսա Ալիի հետ։ Դերսիմի Գովերգե գյուղի գյուղապետ Հդրերենը Դերսիմն անվանում է ազատության քաղաք, ասում է, որ ալևիները շատ հանդուրժող մարդիկ են և ալևիականությունն էլ կարծես ապրելակերպ լինի։ Նա ասում է, որ իր հայրենի հայկական Գովերգե գյուղում և առհասարակ Դերսիմում շատ հայեր կան։ Ալի Սունարն իրեն հայ է համարում, ասում է, որ Դերսիմում ու շրջակայքում բոլորը գիտեն, որ Ալին հայ է։ Նա դժգոհում է, որ ցանկություն է հայտնել Հայաստանում մկրտվելու և խոչընդոտներ են առաջացել։ Ըստ Ալիի, ալևիներն իրենց ամենամոտ բարեկամներն են։ Երբ երեխա էի ու դպրոց էի գնում, ինձ միշտ հայ էին ասում։ Գալիս էի տուն հարցնում, պապ ջան, մամ ջան, ինձ հայ են ասում։ Ծիծաղում էին, ասում էին նրանց ասա, որ թուրք ես։ Հետո ամեն ինչ իմացա ու տեր կանգնեցի իմ ինքնությանը։ Ես մաքուր հայ եմ, ծնվել եմ որպես հայի որդի և այդպես էլ կմեռնեմ և հպարտանում եմ հայ լինելուս համար։ Երեխա ժամանակ գիտեի, որ հայ եմ, սակայն մեր ընտանիքը ընդհանուր ճնշման ու պետության վախի հետևանքով շատ չէր բարձրաձայնում իր հայ լինելը։ Հետո արդեն գնացի դատարանի որոշումով անունս փոխեցի, այն հայկական դարձրի, քրիստոնյա մկրտվեցի, ստեղծեցի Դերսիմի հայերի միությունը, իմ նպատակը տեղի հայությանն իր ակունքներին բերելն է։ Օրերս Դերսիմի հայերի և ալևիների միությունը նահանգի Հոզատ բնակավայրում, հայերի կոտորածի վայրում հիշատակի արարողություն էր կազմակերպել։ Նրանք ապրիլի 24-ին էլ մտադիր են ոգեկոչել զոհերի հիշատակը։